խնդրեմ կարող եք նստել Տիրոջ ներկայության մեջ, շնորհակալություն մեր փառաբանողներին, փառք Աստծուն, որ նրանք մեզ առաջնորդում են Տիրոջը երկրպագելու։ Բոլորից շատ սիրում եմ սիրելիներս, այնքան ուրախ եմ, որ այսօր իրար հետ ենք, և Տիրոջն ենք փառաբանում, երկրպագում, աղոթում, օրհնում ենք նրա անունը, Տերն էլ ներկա է իր Սուրբ Հոգու միջոցով այստեղ։ Գիտես, մենք չենք տեսնում նրան ֆիզիկական աչքերով, բայց դա չի նշանակում, որ նա ներկա է այստեղ։ Հալելույա։ Եվ այսօր նա ինչ-որ բան ունի քեզ համար, ինձ համար, սիրելիս։ Գիտեք, շաբաթ կիրակի օրը Երևանի եկեղեցում ես քարոզում էի Սուրբ Հոգու մասին։ Ես ուզում եմ շարունակել, ես ուզում եմ, որ մենք այստեղ էլ խոսենք Տիրոջ Հոգու մասին։ Գիտես, որովհետև այնքան կարևոր է խոսել այն մեկի մասին, ճանաչել այն մեկին, որից կախված է մեր կյանքը, որից կախված է մեր երկրային ընթացքը, որից կախված է մեր հավիտենականությունը, սիրելիներս, ալելույա։ Գիտես, երբ որ դու ինչ-որ միտեղ պետք է գնաս եւ այդ ճանապարհը դու տեղյակ չես, այնքան ուժեղ է, երբ որ կա մեկը կողքդ, ով որ գիտի այդ ճանապարհը ու քեզ ասում է հանգիստ եղիր։ Ես քեզ հետ եմ, մենք իրար հետ գնում ենք։ Ես քեզ ցույց կտամ ճանապարհը, մենք տեղ կհասնենք։ Գիտես, դա ինչ ուժեղ օգնություն է։ Փառք Աստծուն։ Քարոզը ես վերնագրել եմ այստեղ գանձ կավե անոթներում։ Գանձ կավե անոթներում։ Ով այդ գանձը սիրելիս, եւ ովքեր են այդ կավե անոթները։ Գիտես, այդ կավի հողի անոթները դա մենք ենք սիրելիս։ Աստված հողից սարքեց մարդուն, ամեն։ Այդ հողի կավի անոթը մենք ենք, իսկ ով այն գանձը, որ այդ կավի անոթների մեջ է, դա Աստծո հոգին է, Սուրբ հոգին է։ Եվ երանելի ենք մենք, որ արժանացել ենք այդ պատվին Քրիստոս Հիսուսի խաչի վրա կատարած զոհի շնորհիվ, որ մենք այսօր կարող ենք դառնալ անոթ, տաճար Սուրբ Հոգու բնակության համար։ Գիտես, երբ որ Սուրբ Հոգին հոգեգալստի Պենտեկոստեի ժամանակ իջավ, նա եկավ եւ բնակվեց աշակերտների մեջ, առաքյալների մեջ, եւ եկավ որ բնակվի ամեն մի Հիսուս Քրիստոսի հետևորդի մեջ, սիրելիս, որ մենք տաճար դառնանք, որտեվ գիտես, մինչև այդ Աստծուն պաշտելու համար պետք է հատուկ վայր գային մարդիկ։ Պետք է գային տաճարը, պետք է գնային հատուկ տեղեր, որտեղ որ պաշտամունքի վայրեր էին։ Եվ Աստծո հոգին կարող էր այնտեղ այցելություն անել։ Բայց գիտես, մեծ երանություն է, որ այսօր Քրիստոսի զոհի շնորհիվ վարակույրը պատռվեց եւ գերազանց մի ճանապարհ բացվեց ամեն մեկիս համար։ Եվ դա այն ճանապարհն է, որ մենք մուտք ունենք Աստծո ներկայության մեջ։ Ավելին ասեմ, Աստված ամեն մեկիս դարձրեց տաճար, որ հենց ինքը իր հոգու միջոցով մեր մեջ բնակվի։ Գիտես, եթե մինչ այդ զոհի սեղանը, երկրպագության խորանը, դա ֆիզիկական մի վայրն էր, որտեղ որ մարդիկ պետք է գային տաճարում, որ այնտեղ մատուցեին իրենց զոհերը։ Սիրելիս, ուզում եմ քեզ մի բան ասել, մեր ներսում մենք տաճար ենք, արդեն այդ խորանը բարձրանում է նաև մեր ներսում։ Այդ զոհասեղանը, որի վրա մենք կանչված ենք, Տիրոջը պատարակներ, գոհության զոհեր մատուցելու, երկրպագություն մատուցելու։ Այո, մենք հավաքվում ենք վայրում, ֆիզիկական վայրում, այստեղ էլ հավաքված ենք, բայց գիտես, բացի այս վայրից կա եւս մի սուրբ տեղ, որտեղ որ պետք է անընդհատ գոհություն, երկրպագություն, պատարակներ բարձրանա Աստծուն, եւ դա քո ներսն է։ Դու ես այդ տաճարը, սիրելիս, ես եմ այդ տաճարը, որ Սուրբ Հոգին եկավ եւ մեր մեջ բնակվեց։ Եվ գիտես, այո, Տերը անտեսանելի է, բայց ինքը գանձա, անգին գանձա, որ մենք կրում ենք մեր հողի անոթներում, 2 Կորինթացիս 4 գլուխ 7-րդ խոսքում ասվում է, բայց այս գանձը ունենք հողի անոթներում, որ զորության գերազանցությունը Աստծունը լինի եւ ոչ թե մեզանից։ Գիտես, Աստծո զորությունը Սուրբ Հոգու միջոցով բնակվում է մեր մեջ, եւ այն ինչ որ մեզ համար անկարելի էր, հնարավոր է դառնում նրա միջոցով։ Գիտես ինչի, որ մեզանից որևէ մեկը չպարծենա եւ չմտածի, որ մենք մեր ուժով, մեր խելքով, մեր բոյբուսաթով, չգիտեմ, մեր կրթության հաշվին արեցինք այդ ամենը։ Գիտես, այնքան բաներ կա, որ մեր ներսում ոչ մեր կրթությամբ կարող ենք, ոչ մեր տաղանդներով կար, ոչ մի բանով։ Եթե մենք մնայինք մենակ մեր հույսին, պիտի Պողոս առաքյալի նման ասենք, «Օ, ինչ խեղճ մարդ եմ ես»։ Բայց ինքը շարունակում ասում է, բայց շնորհակալություն Տեր Հիսուսին։ Շնորհակալություն Տեր Հիսուսին։ Ինչի համար շնորհակալություն, սիրելիներս, որ մենք մենակ չենք, մենք չենք մնացել մեր հույսին։ Ես այնքան ուրախ եմ, որ իմ կյանքը չի մնաց, իմ հույսին չի։
Իմ ապագան ին հույսին, քո ապագան քո հույսին չի։ Քո ապագան Աստծո հույսին է, սիրելիս, հալելույա, եւ Տերը անտեսանելի ձևով, բայց շատ շոշափելի բնակվում է իմ ու քո մեջ։ Երբ որ Աստված բնակվում է մեր մեջ, ինչ ես կարծում։ Այտենց աննկատ է դա։ Այտենց կարա աննկատ լինի, որ Աստված մեր մեջ բնակվի ու չնկատենք։ Դա շատ նկատելի է։ Ես ուզում եմ մի բան ասել։ Նոր կտակարանում Սուրբ Հոգու մասին հոգի բառը, որ նկարագրվում է, դա պնևմա բառն է։ Գիտես, պնևմա երկու նշանակություն ունի՝ հոգի եւ քամի։ Ու գիտես, Սուրբ Հոգու վերաբերյալ էլ այդ խորհրդապատկերը կա, որ ասես հոգին քամու պես շարժվում է մեր կյանքում։ Դու նկատել ես, երբ որ ուժեղ մի հատ քամի մի տեղով անցնում է, քամին տեսանելի չի, չէ՞, ոչ մեկ չի տեսնում քամուն։ Բայց երբ որ քամին անցնում է ուժեղ ձևով մի տեղից, նրա ազդեցության հետևանքները, պտուղները երևում են։ Երևում է, որ այդտեղից քամին անցավ։ Հիմա ուզում եմ քեզ ասել, սիրելիս, Աստծո հոգին նենց չի, որ քամի է, բայց Աստծո հոգին քամու պես, երբ որ մեր կյանքով անցնում է, նրա ներգործության, նրա զորության պտուղները, հետևանքները երևացող են դառնում մեր կյանքում։ Եթե ինչ-որ միտեղ մեր կյանքի բնագավառում ինչ բնավորությունը կլինի, ինչ-որ մի բան մեր էության մեջ, եթե ինչ-որ միտեղ կա, որ փոփոխություն չկա, ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս, եթե մենք խնդրենք Սուրբ Հոգուն, որ ինքը մեր կյանքի այդ բնագավառում գործի, եթե մենք ասենք Տեր, դու ոչ թե հյուր ես իմ կյանքում, այլ դու Տեր ես, արա այն ինչ որ դու կամենում ես իմ կյանքում, փոխիր այն ինչ որ պետքա փոխվի իմ կյանքում։ Գիտես, դու կտեսնես քիչ-քիչ նաև այդտեղ ոնց է Աստծո զորությունը Սուրբ Հոգին սկսում գործել ու փոխել։ Մի բան ասեմ, սիրելիս, երկրի վրա այնքան կարևոր է, որ մենք կարողանանք այդ զգացողությունը ունենալ, որ մենք պատկանում ենք երկնքին, որ մենք պատկանում ենք Աստծո թագավորությանը։ Թեկուզ այստեղ ենք բնակվում, երկրի վրա ենք բնակվում, բայց մենք երկնքի քաղաքացիներ ենք։ Աստծո խոսքն ասում է, այստեղ մենք պանդուխտներ ենք, օտարներ ենք։ Եթե պանդուխտ օտար նշանակում է դու հայրենիք ունես, չէ՞, մի երկիր ունես։ Քրիստոնյաներից համար որն է այդ ցանկալի այդ փափագելի երկիրը, դա երկնքի թագավորությունն է, սիրելիս։ Ու գիտես, Սուրբ Հոգին է, որ մեր մեջ արտնացնում է այդ պատկանելության զգացումը երկնքի թագավորությանը։ Այդ պատկանելության զգացումը, որ մենք պատկանում ենք Աստծուն, որ մենք պատկանում ենք երկնքին։ Գիտես, երկինքը ռեալ է դարձնում ինձ ու քեզ համար։ Դրանք երկու տարբեր բաներ են, երբ որ քրիստոնյան ապրում է առանց հասկանալու ու գիտակցելու, որ ինքը երկնքին է պատկանում, եւ բոլորովին ուրիշ բան է, երբ որ դու դա գիտակցում ես։ Գիտես, հավիտենականությունը մեր կյանքում չի սկսվելու այն պահից, երբ որ մենք հրաժեշտ տանք այս աշխարհին, այս երկրային կյանքին։ Հավիտենականությունը արդեն քո սրտի մեջ է եւ իմ սրտի մեջ է Սուրբ Հոգու միջոցով։ Նա է հավիտենականության կրողը, սիրելիս։ Ու եթե նա բնակվեց մեր մեջ, ուրեմն արդեն դու պիտի հասկանաս, հավիտենականությունը քո մեջ է։ Դու պատկանում ես մի թագավորության, որը ոչ սկիզբ ունի, որը վերջ ունի։ Ում շնորհիվ է, սիրելիս, որ մենք հասկանում ենք, որ Աստված մեր հայրն է։ Ում շնորհիվ է, որ մենք վերապրում ենք Աստծո հայրությունը։ Սիրելիս, միայն Սուրբ Հոգու միջոցով է, որ նա մեր մեջ բնակվելով, նա ծառայության հոգի չի, Աստծո խոսքն ասում, առաքյալը ասում է, որ մենք չընդունեցինք ծառայության հոգի, որ վախենանք, բայց մենք ընդունեցինք որդեգրության հոգի, որ նրա միջոցով կարողանում ենք աղաղակել եւ ասել Աբբա հայր, մեր հարազատ հայր։ Հալելույա։ Աստված ուղղակի Աստված չի քեզ համար, սիրելիս, Աստված քո հայրն է։ Եվ դու կարող ես նրան դիմել ու ասել իմ սիրելի հայր, իմ հարազատ հայր։ Ու գիտես ով է քո ներսում այդ զգացմունքները արտնացնում, այդ պատկանելությունը, որ Աստված քո հայրն է, դա Սուրբ Հոգին է։ Այդ գանձը, որ մեր հողի անոթների մեջ կրում ենք։ Ես շնորհակալ եմ Սուրբ Հոգուն, սիրելիս, որ նա եկավ եւ բնակություն հաստատեց ինձանում։ Ամեն մեկս կարող ենք ասել, Տեր, ով ենք մենք, ով են մեր նախնիները, այդ ինչ ծագում մենք ունենք, որ դու մեզ արժանացրեցիր, որ քո հոգին մեր մեջ բնակվի, սիրելիս, հալելույա։ Եվ նաև Հիսուսը ասեց, որ երբեք չեմ լքի ձեզ, երբեք չեմ թողնի, ամեն օր ձեզ հետ կլինեմ։ Թանկագինս, հետաքրքիր է, այդ ոնց պետք է Հիսուսը մեր հետ լիներ ամեն օր։ Ֆիզիկապես մենք հասկանում ենք, Երուսաղեմում էր, Իսրայելում էր, աշակերտների հետ էր,
Նրանք տեսնում էին, շոշափում էին, ահա ասում էին Հիսուս, դու մեզ հետ ես։ Բայց Հիսուսի համբարձվելուց հետո, այդ ոնց պետքա լիներ, որ Հիսուսը ամեն օր էլի մեզ հետ լիներ։ Միայն Սուրբ Հոգու միջոցով։ Հիսուսը ասեց, որ գնամ, կաղաչեմ Հորը եւ նա կուղարկի Սուրբ Հոգին։ Ինչքան թանկ է Սուրբ Հոգին, որ Հիսուսը ասում է կաղաչեմ Հորը, որ նա ուղարկի։ Գիտես, շատ հաճախ մարդիկ Սուրբ Հոգուն ուղարկի պատկերացնում են միայն որպես զորություն, ուժ, պարգևներ։ Սիրելի Սուրբ Հոգին անձ է։ Սուրբ Հոգին երրորդության անձերից մեկն է, սիրելիս։ Եվ նա բնակվում է մեր մեջ, եւ եթե անձը ուզում է որպես անձ, որ մենք հարաբերություն կարողանանք իր հետ կառուցել, որ մենք ճանաչենք իրան որպես անձ։ Զորությունը եւ պարգևները դրանք իր դրսևորումներն են, որ նա մեզ տալիս է, շնորհում է մեզ, ցուցադրում է մեր կյանքում, մեր ծառայության մեջ։ Մեզ կարողություն է տալիս, բայց Սուրբ Հոգին նախ եւ առաջ ուղղակի զորություն չի։ Սուրբ Հոգին աստվածային անձն է, որ հաճեց, կամեցավ, որ գա ու մեր մեջ բնակվի եւ դրա համար միայն մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն։ Ամեն, արժի Տիրոջը փառք տալ։ Գիտեք, Եփեսացիս թուղթը եկեք բացենք 2-րդ գլուխ 19 խոսքից։ Շատ լավ խոսքեր է Պողոս առաքյալը այստեղ ասում։ Ուրեմն այսուհետև այլևս օտար եւ պանդուխ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստծո ընտանիքներ, առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերով, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան Սուրբ Հոգով։ Այստեղ խոսում է այն մասին, սիրելիներս, որ նախ առաջին հերթին մենք օտար չենք եւ պանդուխ չենք, այլ երկնքի քաղաքացիներ ենք։ Եվ մենք Աստծո ընտանիքն ենք։ Եվ ասում է այստեղ առաքյալը, որ Աստված եկեղեցին շինվածք է կառուցում, բայց ոչ թե ձեռակերտ տաճար, այլ անձեռակերտ տաճար։ Դա հոգևոր մի շինվածք է, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է։ Բայց շարունակում է եւ ասում է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տիրոջով։ Այսինքն եկեղեցին ինքնին, որ բոլոր հավատացյալներիս, այսինքն մեր բոլորիցս կազմված այդ հոգևոր շինությունն է, ասում է դա Աստծո տաճարն է, եկեղեցին, այդ անձեռակերտ տաճարը, բայց շարունակում է ոչ միայն եկեղեցին ընդհանուր վերցրած, ասում է, որ նրանում դուք էլ ամեն մեկը առանձին նրա հետ շինվում եք, կառուցվում եք Աստծո բնակարան Հոգով։ Սերս ոչ միայն եկեղեցին ընդհանուր վերցրած Աստծո տաճարն է, որտեղ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է, այլ նաև յուրաքանչյուրս էլ առանձին վերցրած։ Մենք բնակարան ենք, Աստծո բնակարան ենք կառուցվում, որպեսզի Հոգին մեր մեջ բնակվի եւ դա մեծագույն արտոնությունն է, որ մենք ունենք մեր կյանքում։ Եվ ես ուզում եմ միասին մենք բացենք Եսայիա մարգարեություն 61-րդ գլուխ 1-ից 2 համարները։ Գիտեք, օրերից մի օր Տեր Հիսուսը մտավ ժողովարաններից մեկը, սինագոգներից մեկը, եւ այնտեղ դպիրները նրան մատուցեցին գիրքը, Եսայիայի գիրքը, եւ նա բացեց հենց այս համարները կարդաց բոլորի առաջ։ Դա գրված է Եսայիա 61-րդ գլուխ առաջին խոսքից։ Տեր Հիսուսը ասեց. «Տիրոջ հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ։ Նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում, Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին եւ վրեժխնդրության օրը մեր Աստծո համար, բոլոր սգավորներին մխիթարելու համար»։ Ինչ ուժեղ խոսքեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր ծառայությունը երկրի վրա սկսում է այս խոսքերով, հատուկ ձևով ընդգծելով, ասելով, որ Տիրոջ հոգին ինձ վրա է, դրանով նա հայտարարում է, որ ինչ որ ես անելու եմ այս երկրի վրա, ինչ որ ձեր աչքերը կտեսնեն, այդ բոլորը մարդկային չի, այդ ամենը Աստծո հոգով է արվելու։ Դա Տիրոջ հոգու գործն է։ Տիրոջ հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ, Աստծո օծությունն է, Սուրբ Հոգու օծությունն է ինձ վրա, եւ այդ օծությունը եւ Աստծո հոգու մեր վրա լինելը, մեր մեջ լինելը նպատակ ունի։
Դա մղում է ծառայության, դա դրսևորվում է ինչ-որ բանով։ Եվ Հիսուսի ծառայությունը այս էր, սիրելիս, ասում է, որ նա ուղարկել է ինձ աղքատներին ավետիք տալու։ Աղքատին ավետիք ոչ միայն փրկության մասին, այլ նաև որ դու կարող ես քո խեղճության փոշուց ոտքի կանգնել։ Հալելույա, որ դու ունես ապագա եւ հույս, որ աղքատությունը, խեղճությունը քո ճակատագիրը չի, որ Աստված սահմանել է քեզ համար։ Աստծո Սուրբ Հոգու օծությունը քո կյանքում կարող է կոտրել աղքատության եւ խեղճության կապանքները։ Ամեն դիվայի ներգործություն եւ Տերը կարող է քո ոտքերը հանել եւ դնել լայն արձակ տեղ, որտեղ դու կարող ես տեսնել Աստծո փառքը քո կյանքի մեջ։ Հալելույա։ Գիտես Տիրոջը հուսացողների կյանքը ճանապարհը օրեցօր լուսավորվում է։ Տերը ասում է, որ մենք գնում ենք փառքից փառք, զորությունից զորություն եւ օրհնությունից օրհնություն։ Եվ սա Հիսուսի մեր փրկչի ծառայությունն է, սիրես, ու սա նա հրճակեց իր ծառայությունը, երբ որ սկսում էր։ Հաջորդը կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու։ Այսօր այնքան հաճախ է լինում, երբ որ մենք թե մեր կյանքում, թե ուրիշների կյանքում տեսնում ենք այդ երևույթը, որ մարդկանց սրտերը կոտրվում են։ Ամենատարբեր պատճառներով դա կարող է լինի, սիրելիս։ Այս աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, այնքան բաներ է տեղի ունենում, որոնց պատճառով մարդու սիրտը կարող է կոտրվի։ Բայց մեր Տերը հրճակեց ու ասեց այն հոգին, որ ինձ վրա է, Սուրբ Հոգին։ Տերը օծել է ինձ նրանով, եւ ես եկել եմ, որպեսզի կոտրած սրտերը բժշկեմ։ Սիրելիս, ում սիրտը կոտրված է, նա կարող է Տիրոջ հոգուն խնդրի եւ ասի. Սուրբ Հոգի, Աստծո Հոգի, եկ ինձ վրա, թող քո յուղը գա իմ կյանքի վրա, խնդրում եմ փաթաթիր իմ վերքերը, բժշկիր իմ կոտրված սիրտը։ Հալելույա։ Գիտես, սա մի բան է, որ իսկապես ասում է, ինչ որ մարդուն անկարելի է, Աստծո կողմանը հնարավոր է։ Սրանք բաներ են, որ մարդը չի կարող անի, բայց Աստծո Հոգին սա անում է։ Հալելույա։ Փառք Աստծուն, կոտրած սիրտ ունեցողների համար Աստված պատասխան ունի, Աստված բժշկություն ունի, Աստված յուղ ունի։ Եվ Տերը այնուհետև շարունակում է ասելով. գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում։ Այո, այս աշխարհում կա մեղք, որը կապում է մարդկանց։ Այո, այս աշխարհում կա չարը, այս աշխարհում կա դիվային ազդեցությունը, որը ասես մարդուն բանտի մեջ է դնում, կալանավայրի մեջ է դնում, ասես նրա ձեռքերին շղթաներ է դնում, սիրելիս, կապում է մեղքով, կապում է կախվածությամբ։ Եվ դա շատ ծանր կյանք է, ով է ինձ հետ համաձայն, դա ծանր կյանք է կապվածության մեջ լինելը։ Ոնց որ ծանր է ֆիզիկական բանտարկյալի համար բանտում գտնվելը, դա ծանր է։ Այդպես էլ սիրելիս հոգևոր առումով կապված լինելը, մեղքով կապված լինելը, դա նույնպես շատ ծանր մի բեռ է։ Ու Հիսուսը ասում է, լսիր, դա քո ճակատագիրը չի։ Միգուցե սատանան հասցրել է իր գործը անել, բայց Աստծո Հոգին ինձ վրա է։ Նա օծել է ինձ, որպեսզի ամեն կապյալները նրանք արձակվեն, ամեն գերիները ազատություն ստանան։ Հալելույա։ Փառք Աստծուն։ Ու մենք Սուրբ Հոգին պատկերացնում ենք, այդ Սուրբ Հոգին հիմա մեր մեջ է բնակվում։ Աստծո զորության գերազանցությունն է մեր մեջ բնակվում, քո մեջ բնակվում, սիրելիս։ Մենք պետք է մեզ հարց տանք, ինչքանով ենք մենք կարողանում օգտվել այդ մեծ արտոնությունից, այդ մեծ հնարավորությունից մեր կյանքում։ Ես մեկ անգամ ապաշխարել եմ Աստծո առաջ։ Ինչի համար դու կասես, ապաշխարել եմ նրա համար, որ Տեր քո հոգին իմ մեջ բնակվում է, բայց ես ամբողջական չեմ օգտվում, ամբողջական թույլ չեմ տալիս, որ դու քո գործը անես։ Սիրելիս, եթե այսօր դու էլ կնկատես քո կյանքում, որ կարիք կա դրա համար ներողություն խնդրելու, գիտես, ված չի լինի։ Տիրոջից ներողություն խնդրենք ու ասենք, Տեր, կամ անգիտության պատճառով, կամ մեր անփութության պատճառով, ոչ լուրջ վերաբերմունքի պատճառով, թույլ չենք տվել, որ ամբողջական քո գործը անես մեր կյանքում, բայց սրանից հետո նենց եմ ուզում, Տեր, շարունակիր քո գործը, արա, այնտեղ որտեղ դեռ խավարը, այնտեղ որտեղ դեռ փոխված չի իմ կյանքը, արա քո գործը, Սուրբ Հոգի։ Գիտես, մեկ անգամ Տերը ինձ հարց տվեց եւ ասեց. ով եմ ես քո կյանքում, հյուր եմ թե Տեր եմ։ Գիտեք, ես նոր էի ապաշխարել եւ առաջին տարիներ մի քանի ամիս էր ապաշխարել ու վերապրել էի Սուրբ Հոգու մկրտությունը, Տիրոջ Հոգին եկել էր իմ կյանքի մեջ,
ոնց է այն առաջին սերը, չէ, որ վերապրում ես, ուժեղ զգացմունքներ, ու մեկ էլ Տերը հարցնում է, ասում ով եմ ես քո կյանքում, ես Տեր եմ, թե հյուր եմ։ Ասեց գիտես, ես չեմ եկել որ հյուր լինեմ, ես եկել եմ որ Տեր լինեմ քո կյանքում։ Սրանք երկու տարբեր սպասելիքներ դու կարող ես ունենալ։ Եթե դու մտածում ես, որ Սուրբ Հոգին հյուր է, դու էլ պարզապես մի սենյակ ես տրամադրել նրան քո կյանքում, այդպես չի եկել Սուրբ Հոգին մեր մեջ բնակվելու, սիրելիս։ Նա եկել է լիարժեք Տեր լինելու։ Չէ՞ որ օրերից մի օր մենք ասեցինք Հիսուս դու ես իմ կյանքի Տերը։ Դա ի՞նչ է նշանակում։ Հիսուսն է մեր կյանքի Տերը, բայց մենք ենք տնօրինում ամեն ինչ։ Այդպես չի։ Հիսուսն է մեր կյանքի Տերը, որ մենք կարողանանք Սուրբ Հոգուն ասենք, Սուրբ Հոգի, տնօրենիր իմ կյանքը։ Քո կամքը լցրու իմ կյանքի մեջ։ Փոխիր ինձ։ Դու հյուր չես այս տաճարի մեջ, դու ես տաճարի լիարժեք Տերն ես։ Ամեն։ Հալելույա։ Ուզում եմ ասեմ սրանից կախված է, թե ինչքանով դու Սուրբ Հոգու պարգևները եւ նրա ազդեցությունը, ներգործությունը քո կյանքում ավելի շատ կկարողանաս վերապրել։ Շարունակություն ասма Տիրոջ համար հրատարակելու ընդունելի տարին։ Ընդունելի տարին։ Գիտեք Իսրայելում կար այսպիսի տարի, հոբելյանական տարի հասկացություն։ Օրինակ մարդը երբ որ դառնում է 50 տարեկան, ասում են հոբելյանն է։ Որտեղից է վերցված դա։ Դա Աստվածաշնչից է, սիրելիս։ Դա 50-րդ տարին էր, որ Իսրայելի մեջ Տերը հռչակել տվեց, հայտարարել տվեց, որպես հոբելյանական տարի, դա ազատության տարին էր։ Գիտես մարդիկ, որոնք պարտքի տակ էին, որոնք պարտքի պատճառով ծառայության մեջ էին հայտնվել, նրանք փափագում էին 50-րդ տարին, հոբելյանական տարին, որովհետև այդ տարի բոլոր գերիները եւ կապվածները եւ պարտքի պատճառով ծառայության անցածները նրանք արձակվում էին։ Սա կանոն էր դրված Իսրայելի մեջ Աստծո կողմից։ Եվ Տերը ասել էր մեկը չլինի, որ այս կանոնը խախտի Իսրայելի մեջ։ Հետև եթե 50-րդ տարին է, հոբելյանական տարին է, Տիրոջ ընդունելի տարին է հռչակված, ուրեմն ազատություն է, ուրեմն դռները բացվում են, գերիները դուրս են գալի։ Սիրելիս, այսօր Սուրբ Հոգու միջոցով մենք կարիք չունենք սպասենք, որ մեր կյանքում 50-րդ տարին լրանա։ Քրիստոսի զոհի շնորհիվ Սուրբ Հոգին հենց այսօր, հենց այս քո կյանքի այս սեզոնի մեջ, սենց ասեմ քեզ, դու կարող ես վերապրել Տիրոջ հոբելյանական տարին, Տիրոջ ընդունելի տարին, որ քո կյանքում հոգևոր պարտքեր կլինեն, թե ֆիզիկական պարտքեր կլինեն, որ դա ներվի։ Եվ դու այն ինչի պատճառով կապված ես, որ դու ազատ արձակվես եւ ազատության մեջ պաշտես ու ծառայես քո Աստծուն։ Հալելույա։ Եվ վրեժխնդրության օրը մեր Աստծո համար բոլոր սգավորներին մխիթարելու համար։ Վրեժխնդրության օրը կհրատարակվի մեր Աստծո համար։ Ես իմ տեսակետն ունեմ այս խոսքի հետ կապված։ Ես ուզում եմ կիսվել իմ տեսակետը։ Իմ տեսակետն այն է, որ այստեղ վրեժխնդրության օրը Աստծո համար դա վրեժխնդրությունն է սատանայի եւ դիվային աշխարհի նկատմամբ այն ամենի համար, ինչ որ նրանք անում են մարդկանց կյանքերի մեջ, որովհետև դու գիտեք ինչի է սատանան դա անում մարդկանց կյանքում, որովհետև մարդը Աստծո ստեղծագործության պսակն է, որը ստեղծված է Աստծո պատկերով եւ նմանությամբ։ Սատանան իրականում ցավացնելով մարդուն ուզում է ցավացնի Աստծուն, որպես նրա ստեղծագործություն։ Եվ դրա համար ասում է, որ Տիրոջ վրեժխնդրության օրը կհռչակվի, սիրելիս, եթե քո կյանքում կա մի բան, որ սատանան կամ ինչ որ դիվային ուժ կարողացել է ինչ որ մի բան բերի, որը մի բանով ցավեցրել է, մի բանով ավիրել է, ինչ որ մի վատ բան արել քո կյանքում, իմացիր, որ Աստծո հոգին հրատարակում է Տիրոջ վրեժխնդրության օրը սատանայի եւ նրա չար զորությունների վրա, եւ նրանք պիտի թողներ եւ հեռանան քո կյանքի մեջից։ Եվ այն ինչ որ նրանք ավիրել են, պիտի վերականգնվի։ Եվ ավերված քաղաքը շեն քաղաքի պես պետք է լինի։ Ամեն, հալելույա։ Սա Աստծո հոգու գործն է, սիրելիս, իմ ու քո կյանքի մեջ։ Հիսուսը Սուրբ Հոգով սկսեց իր ծառայությունը, տարվեց անապատ։ Անապատում հաղթեց բոլոր գայթակղությունները եւ հոգով զորացած այնտեղից դուրս եկավ։ Մի բան եմ ուզում քեզ ասել, թանկագինս, Աստծո յուղը, որ մեզ վրա է, Տերը օծել է ամեն մի քրիստոնյայի, բայց ուզում եմ քեզ ասել, ինչպես որ հավատքը չափ ունի մեր կյանքում, Աստծո Սուրբ Հոգու օծությունն էլ մեր կյանքում չափ ունի։ Եվ այդ չափը կարող է ավելանա իմ ու քո կյանքում։ Ինչպես որ հավատքը ընդունակություն ունի մեր կյանքում աճելու, մեծանալու, զորանալու,
Ինչպես որ Աստված ասում է, Աստծո հավատք ունեցեք, որն Աստծո հավատքը, որ չեղած բաները եղածի պես է կանչում եւ դրանք լինում են։ Այդպես էլ Տիրոջ օծությունը յուղը մեր կյանքում աճելու զորություն ունի, բայց դա ավտոմատ ձևով չի լինում, սիրելիս։ Մենք պետքա ժամանակ տանք մտերմության, մենք պետքա ճանաչենք Սուրբ Հոգուն, մենք պետքա հնազանդեցնենք մեր անձերը նրան, մենք պետքա ասենք Տեր, ոչ թե իմ կամքը, այլ թող քո կամքը լինի։ Գիտես, սա է որ ճանապարհը բացում, որպեսզի այն յուղը, Տիրոջ օծությունը, որ մեզ վրա է, որ այն աճի։ Ինքնաբերաբար դա տեղի չի ունենում։ Մենք կարող ենք կամ փոքր չափով բավարարվել եւ այդպես մինչեւ գնանք երկինք, կամ կարող ենք որոշում կայացնել եւ ասել. Տեր, ես չեմ ուզում փոքր չափ իմ կյանքում։ Ես ուզում եմ քո յուղը մեծանա իմ կյանքի վրա։ Ես ուզում եմ քո օծությունը թանձրանա իմ կյանքի վրա։ Ես ուզում եմ դու ինձ սովորացնես ինչպես ես իմ կամքը հնազանդեցնեմ քո կամքին։ Սովորացնես ինձ ինչպես ես կոմպրոմիսի չգնամ այս աշխարհի հետ։ Սովորացնես Տեր ինչպես ես իմ անդրանիկությունը, այն պարգևներ կա, որ հանկարծ ես դա չվաճառեմ այս աշխարհում, որ քո յուղը իմ կյանքում շատանա։ Գիտես, որ ձիթենու արժեքավորությունը ձիթապտղի մեջ չի այդքան։ Ձիթենու արժեքավորությունը ձիթապտղից ստացվող յուղի, ձեթի մեջ է։ Հիշում եք Գեթսեմանի պարտեզում, դա երկրորդ մեծ ուժեղ ճնշումն էր, փորձությունն էր Հիսուսի կյանքի վրա։ Ամբողջ հոգևոր աշխարհը ճնշում էր գործադրում Հիսուսի վրա։ Եվ գիտեք նպատակը որն էր, որ նա այդ ճնշման տակ հրաժարվեր Աստծո կամքից, հրաժարվեր ծանր ճանապարհից, նեղ ճանապարհից եւ ընտրեր իր կամքը։ Ու հիշում եք այդ պայքարը, որ Հիսուսը ասում էր. Հայր, թե կկամենաս այս բաժակը թող անցնի ինձանից, բայց անմիջապես զորացած Սուրբ Հոգով ասում էր, բայց ոչ թե իմ կամքը, այլ քո կամքը թող լինի։ Գիտես, սա այնքան ուժեղ պահ է, ուզում եմ մարգարեական քո կյանքի մեջ խոսել եւ ասել։ Եթե դու էլ անցնում ես քո կյանքի Գեթսեմանի պարտեզը, եթե դու էլ միգուցե անցնում ես մի սեզոն, որտեղ անապատ է, որտեղ ունես ճնշում, որտեղ ունես խնդիրներ, հոգևոր աշխարհը կարծես ճնշում է քեզ, ու դու զգում ես, որ ոնց որ ուզում ես, որ դու հուսահատվես, ուզում ես, որ դու հանձնվես, ուզում ես, որ ոչ թե դու Աստծո կամքը ընտրես, այլ քո կամքը ու քո ճանապարհը ընտրես, կոմպրոմիսի գնաս։ Ես ուզում եմ մարգարեական քո կյանքի մեջ խոսել եւ ասել. նայիր քո Տեր Աստծուն, նայիր Փրկչին, տես ոնց անցավ նա Գեթսեմանի պարտեզը, եթե դու էլ չգնաս կոմպրոմիսի, եթե դու էլ Աստծով զորացած անցնես քո Գեթսեմանը, դու կտեսնես ինչպես է Աստված քո գլուխը պսակում յուղով։ Քո գլուխը պսակում յուղով։ Դու կտեսնես ինչպես է Տերը քո առջև սեղան պատրաստում քո թշնամիների դիմաց։ Դու գիտես ինչ է սեղանը, երբ որ Աստված սեղան է պատրաստում, դա նշանակում է, որ նա հաղթանակ է տալիս քեզ։ Որ թշնամին սատանան կնայի ու կտեսնի ոնց Աստված քո գլուխը օծեց յուղով։ Ոնց սեղան պատրաստեց քեզ համար։ Սիրելիս, չհանձնվես քո իրավիճակների մեջ։ Քո Գեթսեմանի պարտեզում թևաթափ չլինես։ Աստծո հոգով զորացի, յուղը կշատանա քո կյանքի վրա։ Կապանքները կընկնեն, ճնշումները կհեռանան։ Աստված քո գլուխը կոծի յուղով, սիրելիս, հալելույա, փառք Աստծուն։ Ոնց այդ յուղը շատանում։ Մտերմությամբ, ոնց այդ յուղը շատանում, երբ որ մենք Աստծո կամքին ենք մեզ հնազանդեցնում։ Ես շաբաթ կիրակի այդ օրինակը բերեցի, այդ հումորային պատմություն, ուզում եմ այստեղ էլ պատմեմ։ Մի տղա, մի գյուղում, որ ապրում է, հասնում է արդեն ամուսնության տարիքի, հասկանում է, որ պետք է ամուսնանա, եւ մի աղջկա է սիրահարվում, որը կողքի գյուղում է բնակվում։ Սա ռուսերեն է այս պատմությունը, ես հայերեն եմ պատմում։ Այդ աղջկա անունն է լինում Մարուսիա։ Եվ նա մտածում է, որ դա այն աղջիկն է, որի հետ ինքը պետք է ամուսնանա։ Բայց ինչպես ամեն հավատացյալ մարդ, որը գիտի ճիշտ ձևը, նա որոշում է, որ պետք է գա Աստծո մոտ եւ հարցնի. Տեր, ո՞րն է քո կամքը։ Եկեք մեզ էլ նմանացնենք, էլի, այդ տղային։ Մենք էլ հաճախ մեր սրտում մի բան ծնվում է, բայց մենք գիտենք ճիշտ ձևը։ Մենք պետք է գանք Աստծո մոտ եւ ասենք. Տեր, ո՞րն է քո կամքը։ Բայց մի քիչ վախը սրտներումս են գալիս Աստծո մոտ, մտածելով, որ ամեն դեպքում կարող է հանկարծ Աստված ասի, որ դա չի, ուրիշը։ Այս տղան էլ գալիս Աստծո մոտ եւ ասում է. Տեր, արի պայմանավորվենք։ Ես կնստեմ ձին եւ ես կգամ ճանապարհի կեսին, այդ խաչմերուկին, որ կողմ ձին թեքվեց,
ուրեմն կնշանակի այդ գյուղում ապրող այդ աղջիկն է քո կամքը, որովհետև այս մի գյուղում էլ մի ուրիշ աղջիկ կա, որ էլի շատ լավ աղջիկ կա, բայց ինքը ամեն դեպքում Մարուսիային է սիրարված։ Ու հանկարծ նստում է ձին, գալիս է այդ խաչմերուկը ու սպասում է, թե հիմա այս ձին որ կողմ պետքա թեքվի, ու հանկարծ ձին թեքվում է աջ եւ ոչ թե ձախ։ Հանկարծ ինքը իրան չի կորցնում, պահի տակ կողմնորոշվում է, պտտացնում է ձիուն դեպի այն մյուս գյուղը եւ ասում է «Բոգ վոլը твоя, но Մարուսիա моя»։ Այսինքն դեր կամքը քոնն է, բայց Մարուսյան իմն է։ Գիտես, մենք չենք կարող այսպես վարվել ու սպասել, որ յուղը մեր կյանքում շատանալու է։ Ամեն անգամ գանք ասենք, Տեր, ճիշտ ձևը գիտենք, մի հատ հարցնենք ամեն դեպքում քո կամքը որն է, բայց դե մեկը իմ սրտում սա է։ Գիտես ինչքան մտերմանում ես Աստծո հետ, ինչքան մտերմանում ես Սուրբ Հոգու հետ։ Գիտես ինչա տեղի ունենում, Սուրբ Հոգին երկնքից Աստծո սրտից վերցնում է բաներ ու լցնում է քո սրտի մեջ։ Ու հաճախ մեկ էլ տեսնում ես, որ քո սրտում բաներ են առաջանում։ Գնում ես Աստծո մոտ եւ Աստված ոնց որ կնիկ է դնում դրա վրա։ Ու մեկ է դու զարմանում ես, ո՞նց է Աստված այս բանը սենց կնքում։ Գիտես ինչի, որտեվ երկնքից ծնվածը Սուրբ Հոգի վերցնում ու լցնում է քո սրտի մեջ։ Ու սա գիտես ինչին է նման։ Սա ոչ թե արդեն այն է, որ դու մի հատ ծրագիր ես մոգոնում ու գնում ես Աստծո մոտ ու ասում ես Տեր, կլինի մտնես իմ ծրագրի մեջ ու օրհնես այս ծրագիրը։ Սա գիտես ինչ է լինում։ Դու արդեն մտնում ես Աստծո ի սկզբանե Աստծո օրհնված ծրագրի մեջ, որովհետև դա այնտեղ է ծնվել հոր սրտի մեջ եւ Սուրբ Հոգու միջոցով լցվում է քո սրտի մեջ։ Թանկագինս, իմ ու քո կյանքում Աստված ուզում է մեծ բաների մեջ մեզ կանչի։ Բայց այնքան կարևոր է, որպեսզի մենք մանկապարտեզի խաղեր չանենք Աստծո հետ։ Որտեղ որ Սուրբ Հոգին գալիս է, այնտեղ մանկապարտեզը վերջանում է եւ այնտեղ սկսվում է բարձրագույն կրթությունը։ Շատ կարևոր է մեր կյանքում մենք մանկապարտեզային խաղեր չանենք։ Շատ կարևոր է մեր կյանքում, որ այն հարցերը, որոնք մանկապարտեզում են լուծվում, դրանք այդ մակարդակի հարցեր են։ Մենք 10 տարի հետո էլ նույն խաղը չանենք սիրելիներս մեր կյանքում։ Հասկանանք Սուրբ Հոգին, որ մեզ տրված է, նրա մեջ այն զորությունն է, այն ներգործությունն է, որ կարող է մեզ մանկապարտեզից վերցնի ու բարձրացնի բարձրագույն կրթության մեջ։ Այս ինչ որ ես քեզ ասում եմ, դու ֆիզիկական համալսարանը մի պատկերացրու, հոգու մեջ բարձրագույն կրթության մասին եմ ես խոսում։ Մեծ բաների մեջ մտցնելու համար եմ ասում, սիրելիներս։ Աստված ուզում է, որ մենք սկսենք մտնել ավելի մեծ երկար քայլեր անենք, փառք Աստծուն։ Սիրելիներս, գիտեք, հիմա Էրեբունու եկեղեցին մեծ ծրագիր է իրականացնում երեխաների համար, ու Բարաշենի խիստ կարիքավոր երեխաների համար, 200 երեխաների համար մեծ միջոցառում է լինելու ամսի 14-ին։ Ռեստորան կա, որը որ վերցված է, այնտեղ շատ գեղեցիկ ծրագիր է լինելու, այդ 200 երեխաների համար մենք պետք է նվերներ պատրաստենք, ֆուրշետ է լինելու, ու գիտեք շարունակական աշխատանք է կատարվելու այդ երեխաների հետ։ Երբ որ ձեզ ասում եմ 200 երեխա, պատկերացրեք նաև այդ երեխաների ընտանիքներին, նրանց ծնողներին, հարազատներին, սիրելիներս։ Ու Աստված ուզում է, որ մենք կարողանանք, հասկանում եք, այդտենց մեծ բաներ անենք, երեխաների կյանքում ներդրում ունենանք, Աստծուն մոտեցնենք, բայց մեզ ինչ է պետք դրա համար։ Մեզ պետք է, որպեսզի մենք Աստծուն ասենք Տեր, մենք ուզում ենք քո այս մեծ ծրագրի մեջ լինենք։ Մենք չենք ուզում մանկապարտեզի մեջ, մենք ուզում ենք այո քո մեծ տեսիլքի, մեծ ծրագրերի մաս լինենք։ Բարձրացրու մեզ այնտեղ։ Կարողություն տուր մեզ դրա մեջ շարժվելու։ Յուղը, օծությունը թող մեր մեջ գործի, որ երբ որ այդ երեխաների հետ մենք գործ կանենք, որ ոչ թե մարդկայնորեն անենք, այլ քո հոգին գործի նրանց կյանքերի մեջ, որ նրանք էլ տեսնեն Աստծո քաղցրությունը, Աստծո զորությունը, ուժը իրանց կյանքերի մեջ, ոնց է Տերը իրանց կյանքերը փոխում։ Եվ մենք այսօր վերջում այնտեղ գանձանակներ կա երկու կողմը դրած, մենք գիտեք հատուկ այդ ծրագրի համար, ում սրտում կլինի, ով որ կտեսնի, որ ինքը պետք է դրանում մասնակցություն ունենա, եկեք մենք մասնակցենք դրանով։ Լրացուցիչ եւս մեկ անցա զոհ նվիրատվություն անենք հենց այդ ծրագրի համար։ Մենք մեր ընտանիքի կողմից հատուկ որոշում ունենք այս ծրագրին մասնակցելու սիրելիներս։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Աստծո օծությունը Սուրբ Հոգին, որ գալիս է մեր կյանքի մեջ, օծություն է բերում եւ այդ օծությունը ունի երկու կողմ՝ ներքին եւ արտաքին։ Որն է ներքին օծությունը։ Սիրելիս, ներքին օծությունը դա այն է, երբ որ Տերը գործ է անում, Սուրբ Հոգին գործ է անում մեր ներսի հետ։ Երբ որ նա քանդում է մեղքի իշխանությունը մեր կյանքի վրայից, երբ որ նա մեզ կարողություն է տալիս, որ մենք փոխվենք եւ նմանվենք Հիսուսին,
Աստծո Սուրբ Հոգու ներքին օծությունը մեզ հնարավորություն է տալի, որ մեր ներսի մարդը մեր հոգին հաստատվի Սուրբ Հոգու միջոցով։ Սա Աստծո Սուրբ Հոգու ներքին օծությունն է։ Ինչի ասվում ներքին, որովհետև դրա զորությունը գործում է դեպի ներս, ոչ թե դեպի դուրս։ Գաղատացիս 5-րդ գլուխ 22 խոսքում թվարկվում է հոգու պտուղը։ Դա որն է, դա Աստծո ներքին օծության պտուղն է մեր կյանքում։ Սեր, խաղաղություն, ուրախություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուշկալություն։ Սա դրսի մի բան չի, սիրելի, սա Աստծո ներսի գործն է մեր ամենքի կյանքում։ Աղաչիր Տիրոջը, խնդրիր, որ իր ներքին գործը անի քո կյանքում։ Եփեսացիս 3:16-ում ասվում է, ես այնքան եմ սիրում այս խոսքը, ես տարիներ շարունակ այս խոսքով աղոթել եմ։ Եփեսացիս 3:16, որ իր փառքի հարստությամբ պես տա ձեզ, ինչի համար, որ զորությամբ հաստատվեք իր հոգու ձեռով ներսի մարդում։ Մենք կարիք ունենք մեր ներսի մարդում հաստատվել, զորանալ Աստծո հոգու միջոցով։ Սրանք բաներ ա, որ պիտի խնդրենք, սիրելիներս։ Մենք ոչ թե ուղղակի պետք է իմանանք, որ կա Սուրբ Հոգի, մենք պետք է իմանանք, որ Աստված ինչ գործ է անում իր հոգով մեր մեջ, եւ մենք պետք է խնդրենք, մենք պիտի ասենք, ահա ես Տեր, ահա իմ անձը, արա քո գործը, այսինչ բանը արա իմ կյանքում։ Հալելույա։ Ու այդ ժամանակ սկսվում է հրաշքը, որն է այդ հրաշքը, դա մեր փոփոխությունն է։ Տերը սկսում է փոխել մեզ, դա մեծագույն հրաշքն է այս երկրի վրա։ Ինչ որ մեկը կասի ամենամեծ հրաշքը դա երբ որ մեռելը հարությունը առնում։ Այո, մեծագույն հրաշք է, բայց ուզում եմ քեզ ասել, ինձ համար ավելի մեծ հրաշք է, երբ որ մարդը սկսում է փոխվել եւ նմանվում է Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Ինչի եմ տենց ասում, որովհետև մարդը բարդ նյութ է, սիրելիս, բարդ։ Ես ու դու շատ բարդ նյութ ենք, դժվար նյութ ենք։ Մեր մեջ Մենդելեևի քիմիական աղյուսակի բոլոր տարրերը կան։ Սա խառնված իրար։ Մարմնի գործերը ուժեղ ալին դրսևորվում, բայց երանի մեզ, որ Աստծո հոգին մեզանից գլուխ է հանում, սիրելիս։ Եթե մենք ասենք, ահա Աստծո հոգի քո գործը արա, վաու։ Մենք կնմանվենք Հիսուսին ավելի ու ավելի։ Երկրորդ բանը, որ ներքին օծությունը անում է մեր կյանքում, Սուրբ Հոգին սկսում է մեզ առաջնորդել եւ մեզ սովորեցնել։ Սա ուժեղ բան է, սիրելիս։ Սա Աստծո օծությունն է, որ մեր կյանքում անում է։ Հովհաննես 14-րդ գլուխ 26 խոսքն ասում է. բայց Մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ Լսի, սա Սուրբ Հոգու օծության ներքին գործն է մեր կյանքում։ Մենք պիտի խնդրենք Տիրոջը եւ ասենք Սուրբ Հոգի։ Այստեղ Մխիթարիչ բառն է, հունարեն պարակլետոս բառն է, որը նշանակում է մխիթարիչ, օգնական, նշանակում է նաեւ պաշտպան, աջակից, նա մեր աջակիցն է։ Օգնական, սիրելիս, մի պատկերացրեք մեզ հավասար։ Մենք մի փոշեհատիկ ենք Սուրբ Հոգու դիմաց։ Այդ ինքն է, որ իրան հավասարացնում է մեր մակարդակին եւ մեզ օգնական է դառնում, սիրելիս։ Դուք նկատել եք այն ավտոարշավների ժամանակ, երբ որ մեքենայի մեջ երկու հոգի են նստած լինում։ Կա վարորդը եւ կողքը կա շտուրմանը։ Ու գիտեք ինչ է տեղի ունենում, վարորդը իր գործը ինչն է, որ ինքը իմանա, որ պահին, որ կողմ պետքա շրջադարձ կատարի, ինչ արագությամբ պետքա մեքենան վարի։ Բայց ինքը դա չի կարող անի, եթե իր կողքի իր օգնականը նստած չլինի, քարտեզը ձեռքին, որ ասում է, այ հիմա մոտենում ենք այս շրջադարձին, աչար, արագությունը կամացածրու, արագացրու։ Սիրելիս, մենք մեր կյանքում կարիք ունենք Սուրբ Հոգու առաջնորդության։ Գիտես, նա մեր կյանքի տարբեր շրջադարձներում, երբ որ տարբեր որոշումներ պետք է կայացնենք, տարբեր ընտրություններ պիտի անենք, այդտեղ է, որ մենք Աստծո իմաստության կարիք ունենք, ու Սուրբ Հոգին է, որ մեզ հուշելու է, ոնց շարժվենք, որ ճանապարհը ընտրենք, որ որոշումը կայացնենք, որտեղ դրանից կախված է լինելու նաև մեր կյանքը, մեր կյանքի հետագա ընթացքը, մեր պտղաբերությունը։ Եսայա 30:21 շատ եմ սիրում այս խոսքը։ Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասի. սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք եւ երբ որ ձախ կողմը պետք է գնաք։ Լինում է, չէ՞, մեր կյանքում մենք կանգնում ենք, կամ այս ճանապարհը կարող ես ընտրել, կամ այս որոշումը կայացնել, կամ մյուս։ Ասում է կգա ժամանակ, որ ձեր ականջներում հետևից մի ձայն կհնչի եւ ձեզ կասի. աջ գնա կամ ձախ գնա, այս ճանապարհով գնա կամ այն ճանապարհով։
Ում մասին է խոսքը, սիրելիս, դա որ ձայնն է, որ մեր ականջներում պիտի մեզ հուշի, դա Սուրբ Հոգին է, որ մենք ունենք։ Մեծագույն օրհնությունն է, որ մենք կարող ենք նրանով առաջնորդված լինել։ Ինչքան մտերմություն անես, այնքան զգայունություն կունենաս Սուրբ Հոգու նկատմամբ, այնքան քո ներսի մարդու հոգևոր զգայարանները կվարժվեն լսելու նրանից, նրա վկայությունը քո ներսում ընդունելու։ Ու դու օր-օրի կսկսես հասկանալ, ոնց է Աստծո Հոգին քեզ առաջնորդում։ Եվ երկրորդ բանը, որ ուզում եմ ասել, ես փառաբանության խմբին կխնդրեմ, որպեսզի բարձրանա, որտեղ մենք աղոթք ենք անելու։ Ես ուզում եմ նաև Սուրբ Հոգու օծության արտաքին կողմի մասին ասեմ, սիրելիներս։ Առաջինը, որ շատ կարևոր է, Սուրբ Հոգու օծությունը մեզ զորություն է տալիս, որ մենք վկայենք մեր Փրկչի մասին ու ծառայենք Աստծուն։ Մենք չմտածենք, որ ուղղակի մենք մեր ուժերով ենք ծառայում Աստծուն։ Հիսուսը ասեց. Տիրոջ Հոգին ինձ վրա է, ըստ որում Տերը օծել է ինձ։ Իր ծառայությունը ինքը այդպես սկսեց։ Սուրբ Հոգին, որ մեզ վրա է, նրա օծությունը տալիս է մեզ կարողություն, որ մենք օծված ձևով վկայենք մեր Փրկչի մասին։ Որ երբ որ խոսքերը մեր շուրթերից դուրս գան, դրանք պարզապես մարդկային, գեղեցիկ, ճոխ կամ ճիշտ խոսքեր չլինեն, պարզապես, որ դրանք թաթախված լինեն Աստծո Հոգու օծությամբ, որ լսողները, որոնք լսում են, որ այդ խոսքերը նրանց սրտերի վրա ազդեցություն ունենան, որ Աստծո Հոգու օծությունը իր գործը անի։ Ռայնխարդ Բոնկեն այսպիսի մի խոսքեր ունի, Ռայնխարդ Բոնկեին համարում են Աֆրիկայի առաքյալը։ Նա ասում է, որ արթնությունը չի գա, այսինքն մարդիկ չեն սկսի մասսայաբար փրկվել, եթե մեր քարոզչությունը, եթե մեր ավետարանչությունը, այն թե ինչպես ենք մենք վկայում Հիսուսի մասին, նրա խաչի մասին, օծված չլինի Սուրբ Հոգով։ Գիտես, երկու ծայրահեղություն կա։ Առաջինը, երբ որ մենք գիտենք մեծ հանձնարարականը, բայց չունենք զորություն, եւ երկրորդ ծայրահեղությունը, ունենք զորությունը Սուրբ Հոգուն, բայց չունենք նպատակը, հանձնարարականը, միսիան։ Այնքան ուժեղ է, երբ որ այս երկուսը միաբանվում են իրար։ Երբ որ մենք հասկանում ենք, որ Տիրոջից հանձնարարություն ունենք, վկայելու մեր Փրկչի մասին, նրա խաչի մասին, ու երկրորդը ունենք Սուրբ Հոգին մեր մեջ, նրա օծությունը, որը որ մեզ օծում է, մեզ կարողություն է տալիս, զորություն այնպես ծառայելու, այնպես նրա մասին խոսելու, այնպես օծված դա ասելու, որ մարդկանց սրտերը հալվեն, որ մարդկանց սրտերը բացեն եւ Հիսուսին ընդունեն։ Գործ Կարաքելոց առաջին գլուխ 8-րդ խոսքում ասում է. Մեր Տեր Հիսուսը համբարձվելուց առաջ, երկինք գնալուց առաջ իր աշակերտներին ասեց. բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը։ Գիտես, ասում է, իմ վկաները կլինեք, դուք կքարոզեք իմ մասին, բայց ինչի շնորհիվ է, որ դուք դա կկարողանաք անեք։ Դա նրա շնորհիվ է, որ ձեր կյանքի մեջ զորություն կգա, զորություն կառնեք։ Հաջորդը, բայց ում շնորհիվ է, որ այդ զորությունը կառնեք, ով է աղբյուրը եւ հեղինակը այդ զորության իմ ու քո կյանքում։ Ասում է, երբ որ Հոգին կգա ձեզ վրա։ Մենք ընդունել ենք Աստծո Հոգին, սիրելիներս։ Եկեք ավելի շատ տեղ տանք, որ նա մեր կյանքում դրսևորվի։ Ավելի նրա օծությունը մեր կյանքում գործի, որ կարողանանք ավելի զորությամբ ծառայենք մեր Աստծուն, ավետարանը վկայելով շատերին։ Եկեք ոտքի կանգնենք Տիրոջ առաջ։